տպավորությունն է, որ ինչ որ մեկը չի մարսել այդ հողամասի վերադարձը, էլի, ու անընդհատ ինչ որ լրացուցիչ նոր խոչընդոտներ են ստեղծում այս մեր սեփականության փոխանցման process-ին։ Նույն ասենք բանկին, որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկել, ոնց ես դու այդ գործարքները սաղ արել այս ապօրինությունների հետ մեկտեղ։ Հիմա 20-21 թվականից մենք հիպոթեկային վարկի տոկոս ենք վճարում, մինչև այժմ չունենք այդ գույքի սեփականության վկայական։ Հիմա ինչ դուրս գանք այս 1100 բնակիչներին, ասենք բոլորդ սկսեք մի վճարել, մի հատ է ֆինանսական համակարգը կոլապսի ենթարկվի։ Ինչի են ուզում հասնեն, էլի։ Ապրում ենք, բայց շատ անմարդկային պայմաններ է։ Այսինքն դուք պատկերացրեք, այդ վիդեոն հեսա ես կգտնեմ, ձեզ ցույց կտամ, ոնց է որ քամին բարձրանում է, այստեղ ինչա կատարվում։ Իսկ տունը ստացել եք այնպես ինչպես նախագծով էր ներսի հատված։ Դե հիմնականում նախագծով նախատեսված բնակարանները ստացել ենք, ուղղակի հիմա շահագործման թույլտվության հետ կապված որոշակի կիսատ աշխատանքներ կա, որ դրանք պետք է ավարտին հասցվի։ Հիմա այդ աշխատանքները արվում է, հիմնական հոսանքի լարերն են հիմա անցկացնում, մի քանի շենք, երկու շենք է կարծեմ մնացել։ Հիմա այդ աշխատանքներն են իրականացնում ու մնում է արդեն սնանկության կառավարիչի հետ մենք փորձենք այս շահագործման թույլտվության հետ կապված կանաչապատ տարածքի կանաչապատումը սնանկության կառավարիչի թույլտվությամբ այդ ֆինանսական միջոցները ուղենք սնանկության կառավարիչը, տեսեք, մեր եթե տեղյակ եք, մենք նախկին սնանկության կառավարիչից տենց ազատվեցինք, որովհետև օրենքով սահմանված կարգով չէր աշխատանքներ իրականացնում, նոր սնանկության կառավարիչ է նշանակվել, որի շնորհիվ, այո, ինքը շատ մեծ ներդրում է ունեցել, հենց թեկուզ այդ 4000 քառակուսի մետր հողամասի վերադարձի հարցում, ու մենք շատ շնորհակալ ենք, որ ոչ թե ինքը ինչ որ տենց կոնկրետ բնակչի կողմից է կամ ուրիշի կողմից է, այլ մարդը գործում է բացառապես օրենքով։ Ու դա է մեզ պետք։ Մենք էլ ցանկանում ենք, որ եւ մենք, եւ պատկան մարմինները գործեն բացառապես օրենքով։